Բարև, շարունակում ենք քեզ համար կարդալ հեքիաթներ։ Այս անգամ ես եւ Ժիզելը ընտրել ենք Հովհաննես Թումանյանի Եդեմական ծաղիկը։ Ողջույն, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին եւ հավանել մեր տեսանյութերը։ Կարդանք։ Այո։ Եվ այսպես, Հովհաննես Թումանյան Եդեմական ծաղիկ։ Ժամանակով մեր աշխարհքում մի վաճառական է լինում։ Այս վաճառականը ունենում է մի աղջիկ, անունը Ծաղիկ։ Ծաղիկ որ ծաղիկ, այնքան քնքուշ, այնքան նախշուն, այնքան սիրուն է լինում։ Հերը անչափ սիրելիս է լինում աղջկան։ Մի անգամ էլ օտարություն գնալիս հարցնում է. «Ինչ կուզես քեզ համար բերեմ»։ Թե Եդեմական ծաղիկը կուզեմ ինձ համար բերես։ Լավ, ասում է, կբերեմ։ Գնում է, աշխարհքից աշխարհ անց է կենում, իր առևտուրն անում, իր գործը պրծնում, ուզում է աղջկա համար էլ Եդեմական ծաղիկ գտնի, որ տուն գա։ Դես է հարցնում Եդեմական ծաղիկ, դեն է հարցնում Եդեմական ծաղիկ, ոչ ոք չի իմանում, թե ինչ բան է Եդեմական ծաղիկը կամ որտեղ է բացվում։ Վերջը մի մեծ ծեր մարդ է պատահում։ Այս ծեր մարդը մի ճամփա է ցույց տալիս։ Ասում է. «Այս ճամփով որ գնաս, այս ինչ տեղը կգտնես քո հարցրած ծաղիկը»։ Բայց զգույշ կաց սպիտակ դևից, նա Եդեմական ծաղիկն է հսկում։ Հոր սիրտ է, ծերունու ցույց տված ճամփեն բռնում է, գնում, գնում է, գնում, շատ է գնում, քիչ է գնում, դուրս է գալիս այնտեղ, որտեղ բացվում է Եդեմական ծաղիկը։ Հենց հասնում է, ծաղիկը պոկում է, թե չէ, մի հողմ, մի փոթորիկ է վեր կենում, փոթորկի հետ հայտնվում է մի հրեշ։ Մարդ ասես, մարդ չի, գազան ասես, գազան չի, բայց գազանի նման մռնչում է։ Ուր պոկեցիր իմ ծաղիկը, քո մահն է հիմի, քո մահն է հիմի, ձեն է գալիս ամեն կողմից։ Մարդը ոչ մեռած, ոչ կենդանի, հրեշի առաջն է ընկնում։ Ներիր, ասում է, ով հզոր, իմ աղջիկն էր ուզել։ Կներեմ, կանչում է հրեշը, միայն մի պայմանով, որ այդ աղջիկը ինձ տաս։ Համաձայն եմ, որ համաձայն ես, ես քեզ եմ բաշխում քո կյանքը։ Գնա, հենց որ ձեր տան դիմացի սարը սպիտակի, էդ իմ նշանն է, կգամ ծաղիկին տանելու։ Դու մի ասիլ, սպիտակ դևը ինքը հրեշն է, որ կա։ Վաճառականը վերադառնում է տուն։ Աղջիկը միամիտ առաջն է վազում, վզովը փաթաթվում։ Աղջիկը նայում է, տեսնում, այս ծաղկի թերթի վրա մի դագաղի պատկեր։ Գլխի է ընկնում, որ միջում բան կա, իսկ հերը թաքցնում է, թե ինչ ծաղիկ է եւ ինչ է պատահել։ Հերը համբուրում է, Եդեմական ծաղիկը տալիս իրեն, իսկ պատահած դեպքն ու իր խոստումը թաքցնում։ Թաքցնում է, բայց ինքն իր մեջ միտք է անում եւ տխրում։ Քանի օրերն անց են կենում, այնքան ավելի է տխրում։ Մի առավոտ էլ վեր է կենում, տեսնում, իրենց տան դիմացի սարը արդեն սպիտակել է։ Լաց է լինում։ Պատճառը հարցնում են, էլ չի կարողանում ծածկի։ Պատմում է, թե հապա չեք ասիլ, էսպես բան է պատահել։ Ես էլ խոսք եմ տվել, հիմի սպիտակ դևը գալու է ծաղիկին տանի։ Բան չկա, հայրիկ, ասում է ծաղիկը, դու լաց մի լինի, ես կերթամ սպիտակ դևի հետ։ Ինչ կլինի, կլինի։ Այնինչ սպիտակ դևը արդեն դուռը կտրել է եւ մռնչում է։ Ուր է ծաղիկը, ուր է, ինձ տուր։ Մռնչում է եւ նրա սառը շնչից դողում են ծառերը, աշխարհքը գունատվում։ Ինչ պետք է անեին խեղճ մարդիկ։ Զուգված, զարդարված Եդեմական ծաղիկը ձեռքին դուրս է գալիս ծաղիկը։ Անձնատուր լինում սպիտակ դևին, որ չարախինդ սուլոցով եւ ագահ ոռնոցով, սառով, սևով, հողմի թևով իսկույն հափշտակում է տանում։ Տանում է Մասիսի մեծ վիհը։ Այնտեղ Մասիսի այն մեծ վիհում, այն անմատչելի, միշտ մռայլ, միշտ սառը աշխարհքում կանգնած էր իր սառցեղեն ապարանքը։ Այն ապարանքից իջնում էր նա, սառով ու սարսափով աշխարհքը պատում, հափշտակում ամեն կյանք եւ կենդանություն։ Ծաղիկին էլ տանում է փակում այն բյուրեղյա ապարանքում։ Այսպես ամիսներ են անց կենում։ Մի անգամ էլ գարնան սկզբին, երբ սպիտակ դևը տանից դուրս է գնում, աղջիկը վեր է կենում, փախչում։ Ետ է գալիս դևը, տեսնում, ծաղիկը չկա, կատաղում է, հավաքում իր բոլոր դիվական ուժն ու մրկի նման սուրալով, օձի նման սուլելով
ընկնում ետևից։ Աղջիկը արդեն արագածի ստորոտն է լինում հասած։ Ետ է նայում, տեսնում սպիտակ դևը գալիս է։ Գալիս է, ո՞նց է գալիս։ Աստված, ետ ու հեռու անի։ Սարսափից ճչում է, օգնություն կանչում։ Կանչելուց հետո Աստծո հրամանով առաջը մի դուռ է բացվում։ Այն դռնովը մտնում է Սարի մեջն ու կրկին դուռը փակվում է դևի առաջին։ Ավելի է կատաղում սպիտակ դևը։ Իր լայն թևերով բամփում արագածի գագաթին ու մռնչում. «Ուր է ծաղիկը, ուր է ծաղիկը, ինձ տուր»։ Սա այստեղ թող մռնչա, մենք գնանք ծաղիկի ետևից, հիմա տեսնենք այն կախարդական դռնից, որ մտավ, ինչ եղավ։ Ծաղիկը այն կախարդական դռնից ներս է մտնում, թե չէ դուրս է գալիս մի դրախտական այգի, որտեղ հազարավոր ձայներ երգում են։ Զմրուխտ պալատում, ոսկի դագաղում, պառկած է չարի ուժով կախարդված, պառկած է արին ոչ մեռած ոչ քուն, ու աշխարհքն ամեն սև սուգ է մտած։ Պառկած է մինչև օրը ցանկալի, այն պայծառ օրը, երբ որ նա կգա նոր կյանքով ու նոր սիրով լի, կարտասվի անուշ եւ համբույր կտա։ Առաջ է գնում ծաղիկը, հանկարծ այգին լցվում է զվարթ աղմուկով եւ տարածվում են ուրախ երգի ձայներ։ Ահա եկավ, հասավ, չքնաղ, իր թագուհին, իր սիրելին, հիմի կելնի պաղ դագաղից մեր քաչ արին արմանելին։ Հիմի կելնի թագավորը հզոր արին արմանելին ու կժպտա վառ աչքերը ողջ աշխարհքին ծաղկին ծլին։ Հիմի կելնի կախարդանքը չար թշնամու սպիտակ դևի, հիմի կգա դալար կյանքը, բույրը ծաղկի շողն արևի։ Եվ ճիշտ որ ծաղիկը գնում է, ինչ է տեսնում։ Այգու մեջ մի զմրուխտ պալատ, պալատի մեջ ոսկի դագաղ, դագաղի մեջ մի ջահել, գեղեցիկ երիտասարդ, որ ոչ քնած է, ոչ մեռած, շունչը վրան հազիվ տրփում է։ Տեսնում է, թե չէ, սիրտը փուլ է գալիս, էլ չի դիմանում, լաց է լինում եւ կռանում է համբուրում։ Արտասուքի կաթիլներն ընկնում են երիտասարդի երեսին։ Հանկարծ բաց է անում աչքերն ու վեր է կենում, կանգնում, ինչպես են դրախտում բուսած սոսիներից մինը։ Դու մի ասիլ, հենց ինքը արին արմանելին է, որ կա։ Ո՞վ ես դու, սիրուն աղջիկ, հարցնում է արին արմանելին, եւ ինչպես ընկարես աշխարհքը։ Ու ծաղիկը կանգնում պատմում է իր գլխին եկածը, թե ինչպես ինքը գերի էր եղած սպիտակ դևին, որ այժմ էլ ետևիցն է ընկել ու հալածում է իրեն։ Լսում եմ նրա դաժան ձայնը, պատասխանում է արին արմանելին։ Ինձ էլ նա կախարդել է ամիսներ առաջ ու գցել էս մահանման քնի մեջ։ Էսպես է անում ամեն տարի։ Պետք է էսպես էլ մնայի, մինչև մինը խորտակեր նրա չար կախարդանքը։ Դու եղար էդ մինը, այժմ ես դուրս կգնամ նրա դեմ։ Ասելը եւ անելը մին է լինում։ Առնում է կայծակի թուրը եւ դուրս գալիս։ Երկու թշնամի ուժերը պատահում են իրար, բացվում է օրհասական կռիվը։ Զարկում են, զարկվում, երկինք ու գետինք իրար են խոռնվում։ Մութն ամպերում մռնչում է սպիտակ դևը, արին արմանելին ահավոր որոտում ու շողացնում է կայծակի թուրը։ Երկիրը դողում դղրդում է հիմքից։ Կռվի վերջում պարտված զարկված սպիտակ դևը վշշալով ու թշալով, լացով ու թացով քաշվում է նորից իր մռայլ թագավորությունը։ Մասիսի այն մեծ վիհը դարձյալ փակվում է իր բյուրեղյա սառը ապարանքում։ Աշխարհքը մնում է գեղեցիկ հաղթողին։ Ու աստվածային հանդես է բացվում Արաքսի հովտում։ Արին արմանելին պսակվում է ծաղիկի հետ։ Բնությունը առատորեն փռում իր փարթամ վարդերն ու զարդերը, ինս ու ջինս, մրջյուն ու թրջյուն իրար են խառնում իրենց զվարթ աղմուկն ու աղաղակը, խաղն ու տաղը, ամենի վրա հոյակապ կամար է կապում կանաչ կարմիրը, ծիածանը, իսկ նրանց վերև ճառագում ու աշխարհքովը մին ժպտում է գարնան կենսատու արևը։ Հավանեցի՞ր։ Այո, շատ։ Եվ եթե դուք էլ հավանեցիք, անպայման հավանեք մեր տեսանյութը եւ բաժանորդագրվեք ալիքին։